Այսպես կոչված փորձագետները իդեպ շատ հետաքրքիր ժամանակ եկան Հայաստան։ Սկզբում հայտարարվեց, թե Ադրբեջանը Հայաստան-Բեռների տարանցման սահմանափակումը հանում է։ Հետո քպականները քեֆ արեցին, թե չերեզ Ադրբեջան-Ղազախական ցորեն կգա Հայաստան, ու ցորենից առաջ Հայաստան ուղարկեցին ադրբեջանցիների ակտիվիստների, որոնք արգելափակում էին հացի մուտքը Արցախ։ Քպական падգամավորները երեք ազգային ժողովի ամբիոնից իրար հերթ չէին տալիս շնորհակալություն հայտնելու Ալիևին։ Նիկոլ Ալիևին Վրաստանում էր շնորհակալություն հայտնում, ասում էին. «Վատա, որ Ադրբեջանով ապրանք է գալիս, Լարսի հույսին չենք, ապա շրջափակում է»։ Ընդդիմությունը ասում են, չուզողություն է անում եւ այլն։ Բնականաբար չեք գտնի խելքը գլխին մարդ, որը չի ուզենա ապա շրջափակում, կապուղիների բազմազանություն։ Ընդդիմությունը չի ասում վատ է։ ՔՊ-ի ընդդիմախոսներն ասում են, ձեր արածը ապա շրջափակում չէ։ Հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է փակ մնալ։ ՔՊ-ի ընդդիմախոսներն ասում են, Արցախից ամեն տարի բերվում էր մինչև 80,000 տոննա ցորեն։ Դուք Արցախի ցորենի դաշտերը հանձնեցիք Ադրբեջանին, Հայաստանը գցեցիք հացահատիկի ներկրման մեծ կախվածության մեջ։ 80,000 տոննայանոց ցորենի դաշտեր հանձնելուց հետո ուրախացել եք, որ 5,000 տոննա ցորեն եք գնելու ու տեղափոխելու Ադրբեջանի տարածքով։